Ինչ գիտենք մենք երեխաների քրտնարտադրության մասին։ Եկեք ստուգենք մեր գիտելիքները։ Պատասխանում եմ էնդոկրինոլոգի հարցերին։ Ինչ եք կարծում, կա արդյոք մանկության ընթացքում մի տարիք, երբ նորմալ է առատ քրտնարտադրությունը։ Կարծում չկա նման տարիք։ Ոչ, նման տարիք կա, դա դեռահասային շրջանն է, երբ սովորաբար հորմոնների ազդեցության ներքո ունենում ենք առատ քրտնարտադրություն։ Երկրորդ հարց. արդյոք առատ քրտնարտադրությունը կարելի է կապել հորմոնալ շեղումների եւ հիվանդությունների հետ։ Կարծեմ այո։ Դուք ճիշտ եք, կան մի շարք հիվանդություններ եւ հորմոնալ շեղումներ, որոնց դեպքում կարող ենք ունենալ առատ քրտնարտադրություն, դրանց շարքին են պատկանում վահանաձև գեղձի գերֆունկցիան, վիտամին D-ի անբավարարությունը կարող է հանգեցնել առատ քրտնարտադրության, գլյուկոզի եւ կալցիումի ցածր մակարդակները արյան մեջ։ Եվ վերջին հարցը. հաճախ հանդիպող խնդիր է ափերի եւ ներբանների առատ քրտնարտադրությունը։ Ինչ եք կարծում, բուժել պետք է։ Կարծեմ բուժել պետք չէ։ Ափերի եւ ներբանների առատ քրտնարտադրությունը սովորաբար տվյալ անդի առանձնահատկությունն է եւ ոչ թե հիվանդություն է, բայց եթե դիսկոմֆորտը մեծ է եւ ազդում է էականորեն երեխայի կյանքի որակի վրա, ապա կան միջոցներ, որոնք օգտագործվում են այս առատ քրտնարտադրությունը նվազեցնելու համար եւ այս դեպքում անհրաժեշտ է դիմել մանկական մաշկաբաններին։ Իսկ դուք քանի հարցի ճիշտ պատասխանեցիք։